Ընտրություն եղավ, էլ չի հասցնի փախնի։ Ինքը 45 օր առաջ հետո փախնել է։ Խանավականի կողի գյուղն եմ ապրում, կյանքում թույլ չեմ տա որ ինքը հետ։ Զանգի ես կգամ կողքը ախպեր ջան։ Ո՞վ պետք է փախնի։ Նիկոլ Փաշովն։ Խնդրեմ։ Մի հատ էլ ասեմ։ Ասեք, պատմեք սցենար, ինչ սցենար եք գծել։ Ինչ սցենար, հիմա ինքը այնքան բաներ արես ազգի գլխին, որ իրան մենակ վերջում փախնել է կփրկի։ Արդեն շուտ է գծել սցենար։ Ինքը իր սցենարը լավ գծել է։ Պրոստո ինքը մտածում է որ օրը փախնի, որ ճանապարհը բաց լինի, որտեվ 7-ից հետո ճանապարհները փակվելու է իր դեմը, ինքը չի կարա փախնի։ Անհնար է, ինքը ավելի շուտ պետք է փախնի։ Իրենք վստահ են, որ ընտրվելու են։ Դե իմի իրանք մենք էլ վստահ ենք, մենք ոչ թե Մենք էլ վստահ ենք, որ ընտրվելու է պարոն Կարապետյանը։ Բոլորս միասին աջակցում ենք Կարապետյանին։ Ես որպես հայ մարդ ուզում եմ, որ իմ երեխաները եւ իմ թոռները բնակվեն Հայաստանում։ Ես շատ եմ սիրում իմ երկիրը, շատ եմ սիրում Հայաստանը, ու մենք պետք է ապրենք Հայաստանում Սամվել Կարապետյանի հետ միասին։ Ես դեռևս 1977 թվականից սկսված Սամվել Կարապետյանի ընտանիքի հետ ունեցել եմ բախտը վիճակվել ինձ ծանոթ լինելու Սամվել Կարապետյանի ծնողներին, Կարեն Կարապետյանի ծնողներին։ Նրանք մեծացել են համեստ, հարգանքով լի մարդկանց ընտանիքում, ուսուցիչների ընտանիքում։ Մենք ուսանող ընկերներ ենք եղել, իրար հետ շատ ենք շփվել, իրար հետ շատ ենք աղ ու հաց կերել։ Սամվել Կարապետյանը այսօր չունենալով ոչ մի լծակ 40,000-ից ավել աշխատողներ է պահում, 40,000-ից ավել մարդիկ իրենց ընտանիքն են պահում շնորհիվ Սամվել Կարապետյանի։ Եվ այդքան բարեգործություն կատարած անձնավորություն թե եկեղեցու կողքին կանգնած, թե մարդկության կողքին կանգնած մեր հայ ժողովրդի կողքին, ու այսօր ինչ որ մի փոքրիկ խմբակ մեր հզոր հայրենակցին ձերբակալել են, սա ինչ է, սա կապիկություն է, սա դատ չի, սենց բան չկա, աշխարհում չի լինի, սենց բան, եկան հեղափոխականներ որպես, բայց տեսնում ենք գնում են որպես արդեն սադիստներ, որպես ազգի դավաճաններ, ափսոս մեզ։ Փաշինյանը Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանին անվանել է շունու շանգյալներ եւ նաեւ վիրավորել իրենց ընտրողներին։ Դե որպես ընտրող ես հաստատակամ ընտրող եմ Սամվել Կարապետյանին, ես չգիտեմ Նիկոլ Փաշինյանը ինչից ելնելով է Սամվել Կարապետյանին անվանել շունու շանգյալ, ու հաստատ հակադարձ է այդ Սամվել Կարապետյանը չի շունու շանգյալ, Նիկոլ Փաշինյանի կողքի անձնավորություններն են, եթե նա այդպես է պիտակավորել մարդուն, այդպես է պիտակավորել մեր առաջնորդին, որի հետ մենք ուզում ենք մեր երկիրը կարգի բերել, ուզում ենք մեր նամուսն ու թասիբը մեր ընտանիքում, մեր ձեռքերում պահել, եթե մեր ղեկավարին շունու շանգյալ են անվանում, ես ուրիշ խոսք չեմ գտնում։ Իրեն հասցեն է տվել, եղբայր, ինքը իրեն հասցեն է տվել, շունու շանգալն ինք է, թոքա ինձ էլ ձերբակալի։ Թող ինձ էլ կա ձերբակալի, Ես չեմ վախենում։ Սամվել Կարապետյանի հետ իրեմ որ մենք կառուցելու ենք ուժեղ Հայաստան, ու երևի առաջվա սովետական միության մեջ առաջի պետությունը կլինի։ Ու ես հավատացնում եմ ժողովուրդ, մենք շատ լավ կապրենք Սամվել Կարապետյանի հետ։ Ազնվությամբ եմ ասում, այդպիսի անձնավորություն, այդպիսի հպարտ, այդպիսի հայրենասեր տղա մեզ տրված է վերջին շանսը, եկեք օգտվենք, եթե չենք օգտվի, ուրեմն կործանված ենք։ Տեսեք,
կներեք էլի իհարկե։ Մենք այս վերջերս ես հավատացյալ եմ էլի։ Մենք այս վերջերս ես կոնկրետ ասում եմ Աստված ջան, մի բան արա էլի, որտեվ այդքան միտինգներ արեցինք, այդքան գնացինք բոլորի հետևից անընդհատ մասնակցեցինք միտինգների, ոչ մի բան չստացվեց։ Ասում էին ուժեղ եք, պինդ եք, դավայ ման գանք։ Հետո եկանք հասանք այսօրը։ Հիմա տեսեք, Աստված լսեց մեր ձայնը, ասեց ինձ եք բան դիմում, Աստված ջան փրկի, ուղարկել եմ հեսա փրկիչին, կողքը կայնեք փրկվեք։ Այո։ Կողքը կայնեք փրկվեք, ինչ եք ուզում։ Այսօր Նիկոլ Փաշինյանի ընտրողներն էլ համարում են իրեն փրկիչ։ Ահա, տեսեք։ Դե իմի ես հավատացել եմ, ես գիտեմ։ Ինքը այսօր մեր եկեղեցու դեմն է, դեմ է խոսում։ Եթե ինքը կաթողիկոսին է դեմ, գնդերեսներին ինչի համար անեց։ Այդ քահանաները զինվորների մեջ ինչ վնաս էին տալիս, բացի օգուտից։ Ուրեմն ինքը մեր փաստորեն եկեղեցուն է դեմ, չէ՞ որ գնդերեսներին հանում, ան չես հանում գնդերեսներին։ Հիմա այդ չհասկանալու առնվազն ոչխար պետք է լինես չհասկանաս։ Տես, բայց մեր մեջ ազգի մեջ 90%-ը ոչխար չի։ Իրանց ինքը հույսը դրել է վախեցնելու վրա, չէ՞։ Վախ է սերմանում։ Ես իմ թորների կյանքը ապագան փրկելու համար պատրաստ եմ ոչ միայն գնամ նստեմ, այլ ես առաջի գիծ ընկնեմ կրակեմ, որ հանկարծ ուզենան մեր վրա կրակեն, ես պետք է ջահելներին հետ տամ գնամ առաջ։ Որ ինձ կպնի, որ իմ թորները փրկվեն։ Հերիքը էլի նուժել չենք հասկանում։ Առաջի տարին խափնվեցինք։ Հիմա ոնց կարանք խափնվենք, ոնց կարելի է։ Շնորհակալություն։ Թող ինքը իմանա, որ մենք չենք։ Դուք քանի տարի եք ընտրել Ես։ Փաշինյանի, քանի անգամ եք ընտրել։ Ոչ մի անգամ։ Ճիշտ եմ ասում, ոչ մի անգամ։ Ինչու եք խապված գում։ Ժողովուրդն է խապված, ես չէ։ Ժողովուրդն է հավատում իրեն, ինքը միշտ խապել է, սադրել է, միշտ էլ խապում է, սուտ է խոսում։ Այդպես ղեկավար вообще պետք չէ մեր Որ ժողովրդին։ համայնքից եք։ Ես իմ հայրենակիցի համայնքից եմ։ Տաշիրից եք։ Այո։ Տաշիրում քանի հոգի է այդպես կարծում։ Որ սուտ է խոսում Նիկոլ Փաշինյանը։ Երևի մեծամասնություն, եթե լինեն մի կարող է 5-10 մարդ եղան։ Վերջերս եկել էր Տաշիր, ինչպես ընդունեցիք։ Ես ընդեղ չեմ եղել, ես ստեղ եմ եղել, աջակցելու Սամվել Կարապետյանին, բայց տեսել եմ, որ շատ վատ։ Շատ վատ։ Կարող է մի երկու հոգի եղել են, լավ դիմավորել են, բայց ես ձեզ ասեմ, եթե ինքը մնաց, Հայաստան չի լինելու, 100%։ Ստեղ բնակվելու են ադրբեջանցի։ Բելի մի 300,000 հոգի, իրենք էլ շատ են երեխաներում ունեցան, всё։ Էլան մեր հայ ազգին խեղդեցին։ Նիկոլ Փաշինյանը ասում է ես խաղաղություն բերողն եմ, եռագլուխները պատերազմ բերողները։ Եռագլուխներն էլ Սամվել Կարապետյանն է, Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ապա Ծառուկյանը։ ինքը, ինքն էլ Ալիևի աշակերտն է, ցավը տանը։ Ալիևի Էրդողանի աշակերտն է ինքը։ Ինչ ասում են, կատարում է, տնային աշխատանք։ Իրենք ասում են մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Ադրբեջան երբեք ճշնամին չի լինի երաշխավոր ու չի լինելու։ Ինքը վախկոդի մեկն է։ Կամած հանձնում է։ Հողերը տալիս է քիչ, կտոր տալով եւ այդպես եթե վերընտրվեց Աստված ոչանի Հայաստան չի լինելու։ Դա իմ կարծիքն է, չգիտեմ։ Մի կոչ էլ անեմ։ Ես ուղիղ ետերը, չէ։ Մի կոչ էլ անում, այդ կոչը անպայման, հա ժողովուրդ, վեր կացեք, ոտքի, փրկեք ձեր հայրենիքը, եթե ուզում եք ապրել Հայաստանում, всё։